գործընկերների հետ խոսում էինք, հենց հետ էի հարցնում, պարզվեց նաև Դավիթ Ղազինյանի կալանք տվող դատավորն ա եղել, այնպես որ չեմ կարծում, այսպես շատ ակնկալիքներ չկան, արդարադատության, իհարկե միշտ գալիս ես դատարան, ակնկալիք են որ իրականացնի արդարադատություն, ճնշումներին չի տրվի, բայց մեծաշոր այս արդեն 8 տարվա ընթացքում տեսնում ենք ընդհանուր պատկերը ու առանձնապես այսպես դրական ակնկալիք է։ Քաղաքական վիճակով պայմանավորված նիստի հետազոտում կամ գուցե կալանքի որոշում խուսափում տնային կալանք։ Չգիտեմ, մի փոքր որ ինչ որ բան կա մտածում եմ, որ միգուցե այդ առողջական վիճակը հաշվի առնելով ինչ որ ուրիշ բան լինի, բայց դուք գիտեք, որ հենց այդ օրը առավոտյան գալու են ձերքում, որովհետև շատ քննարկվեց նաև շարժվեց քաղաքականների կողմից, որ դուք գիտեք դրա համար Լևոն Քոչարյանը եկավ այդպիսի սուր ձևակերպման փորձ տվեց, ասես Սիրտ Դավաճան, որ հետո ոնց որ դրանով պայմանավոր են գալը։ Մյուս կողմից այսօր Տարոն Չախարյանն ասում է, պետք է պարզենք, թե ով է տեղեկություն տվել, որ դուք գրել եք բարի գալու սահացը։ Որ ձեռները կտրեն, չէ՞։ Ես ուզում եմ հաղորդում տալ հանցագործության մասին այս առումով, իսկապես ես գիտեի, որ գալու են, ու դա իմացել եմ Նիկոլ Փաշինյանից, ինքը դրա մասին խոսել է թե նախընտրական շրջանում, թե հատկապես վերջում Աժե Ամբիոնից, կոնկրետ Աժե Ամբիոնից խոսել է դրա մասին, այնպես որ առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Փաշինյանով, որ նախօրոք տեղեկություն է հայտնում գործով մանրամասների հետ կապված։ Բայց հենց գիտեք, որ այդ օրն է գալու։ Եթե ավելի լուրջ իհարկե չգիտեի, որ մյուս օրն են գալու, ճիշտ է, երեկոյան մամուլը գրեց դրա մասին, բայց ընդհանուր մենք հասկանում ենք, որ այս ամբողջ խոսույթը կոնկրետ սպառնալիքները միջելուց ոչ միայն իրա, նաև մյուս քաղաքականների պատգամավորների հասկանում ենք, որ ինչ որ գործընթաց կա նույն հորս հետ կապված, երբ որ ապօրինի չթողեցին մի քանի օրով բացակայել երկրից, իսկն հասկանում ենք, որ ինչ որ բան էփվում է, բայց այն ինչ իրանք նկատի ունեն, որ ներսից ինչ որ ինֆորմացիա կար, չէ, դա այդպես չէ։ Ասում են, որ այս ինֆորմացիան այս կնավ իրավապահ համակարգից, որ սա ոնց որ մոտ 1 ամիս հետված գործ է, ոնց հարմար պահեն սպասում, որ նաև Փաշինյանը դրա հանգստա եւ մտնեն, նախ սրա մասով ինչ կասեք, ու մեկ էլ ձեր տան խոզակությունն էլ ապօրինի են որակում ձեր պաշտպանները ասել են, որ կբողոքարկեն, հնարավոր է, որ ձեր մասով էլ դատախազը արդեն մտնի բողոքարկ կա, այդպեսի նախադրյալ ձեր մասով կամ մտավախություն։ Տեսեք, իրավական մասով իհարկե չկա մտավախություն, բայց իրավական մասով նաև մտավախություն չկար այն ամեն ինչի հետ կապված, ինչի հիմա տեղի է ունենում, բայց հասկանում ենք շատ լավ, որ այստեղ իրավական գործընթաց չի գնում, այսինքն եթե իրավականից դուրս են գալի մնացած մասով ենք նայում, այսպես քաղաքական, ապօրինի, իհարկե հնարավորություն կա, այսպես, որ ասեմ ինչ որ նման տեղեկություն ունեմ, չէ, չունեմ նման տեղեկություն իմ մասով։ Ես չունեմ որևէ կարգավիճակ կարող եմ ունենալ միայն անպատասխան անձեռնմխելիությունը հաղթահարելուց հետո։ Շատ անհեթեթ այդ դատարանի որոշումը, որ դուք տեսնեք, ուղղակի ծիծաղալու ինչ որ պատճառաբանությամբ այդ գործն է գրած, վերջում ինձ հետ ինչ որ փորձում են իմ տանը փորձում էին ման գալ ինչ որ բաներ, հիմա մի քիչ վստահ չեմ, ուղղակի չեմ ուզում տեղ տալ նախաքննական գաղտնիքի հետ կապված ինչ որ բաներ ասել, էլի դրա համար իսկ հիմա ժամանակը գա խոսանք։ Բոլոր այսպես գրպաններից մեջ էին մտնում կախված վիճակների, դաբատների, դրամ չէ։ Հա? Միլիոններով։ Դե արդեն 15000 դրամը գտել են։ Մնացածը։ Պարոն Քոչարյան, եթե անկախ հանրության մեջ այդ հարցը անընդհատ հնչում է օդում կախված է մնում։ Լավ, դուք ասում եք 4 միլիարդ չունեք, չեք ասում ինչքան ունեք, բայց ասում եք 4 միլիարդ չունեք։ Դուք ասում եք, որ օրինական վարձակել եք այդ ամենը, բայց մարդասոց հարց առաջում։ Դուք եղել եք նախագահի որդի, ձեր հայրը եղել է նախագահ, աշխատավարձով ածող։ Այդքան հսկայական անշարժ գույքը, բիզնեսները, այդ միլիոնների վեճը ո՞րտեղ է։ Դրա ծագումը կարող եք դուք ինքներդ բացել ցույց տալ, թե ոնց եք աշխատել, դարձել 1, 2, 4 կամ 14 միլիոն դոլարով մարդ ընտանիք։ Անկեղծ ասած, ես այս հարցը այսօր ինձ էլի տվել, էլի են տվել, դուք էլ եք էլի տվել այս հարցերը։ Հիմա տեսեք, այդ հարցերի պատասխանները ես չեմ կարող այստեղ մի ժամ նստել ասել, այ գիտեք, ես ու բաներ կա, ես ինքս չեմ տիրապետում, եղբայրս ավելի շուտ սկսել իր գործունեությունը, ինչից է սկսել, այսքանից հետո դարձել է մի քիչ ավել, հետո
Այսպես մի բան կա էլի ժողովուրդ 2000 թվին գնահատված նույն հողակտորից սկսած մինչև բիզնեսի արժեքը ամբողջությամբ ուրիշ բան էր, այսինքն իրանք այսօրվա դրությամբ ինչ որ մեծ թվեր են հրապարակում ու ասելով այսքանը որտեղից, բայց այդքան չի եղել, այդքանը ժամանակի ընթացքում է դարձել այդքան, հետո եկեք չմոռանանք 2008 թվից հետո հայրս Ռուսաստանում շատ լուրջ ընկերությունում էր աշխատում, շատ մեծ աշխատավարձով, շատ մեծ հոնորարով, որը ոչ մի ձև իր նախագահ լինելու հանգամանքով պայմանավորված չէր դրանից հետո։ Գիտեք, այս ամեն ինչը դնում են մի կողմ ու հետ են գալիս անդադ այս նույն հարցը։ Ես նորից հստակ կրկնեմ։ Ես նորից հստակ կրկնեմ։ Չկա որևէ բան, որը ապօրինի։ Հիմա կա գործընթաց, հենց այս նույն դատարանում դրա հետ կապված կա գործընթաց, որի շրջանակներում արդեն ձեր ասած մանրամասնություններով կտրվեն պատասխանները։ Շատ լավ գիտեք, որ դատական համակարգի հետ կապված բացարձակ չկա վստահություն, տեսնում ենք ինչ է կատարվում։ Հիմա նաև փաստաբանական, դատավարական տակտիկայից ելնելով ժամանակից շուտ ինչ որ բաներ չեն ուզում բացահայտել, որովհետև այստեղ, այսպես ասած, արդար խաղ չի գնում, որ դու փորձես ուղղակի ինչ որ բան բացատրել, որովհետև հասկանում ես դու ինչ որ բան, որ այսինքն նպատակը մեր հանդեպ դրած է կոնկրետ ինչ որ գործողություններ անել ապօրինի։ Այսինքն այստեղ իրանց չի հետաքրքրում արդարությունը։ Ու դրա համար հիմա ժամանակից շուտ ինչ որ բաներ բացահայտել դրանից խոսելը դատավարության տեսանկյունից սխալ է։ Եվ մի հարց էլ Ռոբերտ Քոչարյանին արդեն երկրորդ թե երրորդ անգամ են ուղարկում կալանքի, իսկ այս Սերժ Սարգսյանի մասով նման բան չկա եւ էլի մարդկանց հարց առաջաբաղան տալիս որ Սերժին մերժեցին, Քոչարյանի երկու անգամ նստեցնում են, իսկ այս Սերժ Սարգսյանի մասով ընդհանրապես խափավամիջոցը սեքտորացին։ Դուք սրա վերաբերյալ կարծիք ունեք։ Ես երբեք չեմ ուրախանում մարդկանց կալանքով, չեմ հրճվում մարդկանց կալանքով, ինչպես ոմանք, կամ միգուցե շատերը, այնպես որ ես շատ ուրախ եմ, որ Սերժ Սարգսյանը կալանքի մեջ չի ու չկա նման գործընթաց իր մասով։ Մնացածը չեմ ուզում մեկնաբանել, գիտեք, կան տարբեր կարծիքներ, չեմ կարծում, անկեղծ չեմ կարծում, որ պիտի ուրախանամ դրան։ Բայց ձեզ մոտ հարց առաջանում է, թե ոնց է լինում, որ այս գործով Ռոբերտ Քոչարյանը Ես չեմ մտածում դրանից ու ինձ մոտ հարցեր չեն առաջանում այդ առումով։ Պարոն Քոչարյան, շատ կարծիքներ կան, որ պարոն Քոչարյանի ձերբակալել են կապված Իգրանաշեն դեպքերի հետ, հավերժությունների չափազանցությունների կապ։ Տեսեք, այն գործը, որով հիմա գործընթացը սկսել են, շակերտների մեջ իրավական, դեռևս 2018 թվականից կա հարուցված։ Այնպես չի, որ ոչ մի նոր հանգամանք չի եղել, նոր բան չի եղել, որ մեկ էլ իմացել են ինչ-որ նոր բան է եղել։ Այսինքն այս ժամանակի ընտրությունը ինքն իրանով իհարկե հարցեր առաջացնում է։ Ինչի հենց հիմա, ինչի որոշեցին, ինչի չգիտեմ, Մեհրիբան Ալիևայի ծնունդի օրը, այսինքն այնքան աբսուրդների մեջ ենք, որ նույնիսկ sense բաների շուրջ ես արդեն սկսում մտածել, բայց կարող է իրականում սա ինչ որ հատուկ է այդ օրը ընտրված, ինչ որ գործընթացների հետ է կապված։ Այնպես որ ասել, որ այո, սիմվոլիկա սիրում են, այնպես որ ասել, որ այսպես հստակ կարող եմ ասել ինչի հետ է կապված, իհարկե չէ, բայց առնվազն այս տարիների իրենց գործունեությունը կասկածի տարբեր տեղիքներ տալիս է։ Պարոն Քոչարյան, վերադառնալով Արժանավանի հնչեցող հայտարարություններին, տեսեք, փաստացի տրվեց հանձնումների անոնց, նոր հանձնումների, տրվեց բռնաճնշումների հրահանգ, արդեն ուղիղ հրահանգ, ինչպես է պատրաստվում այս ամենին դիմակայել, պայքարել, հաշվի առնելով նաև անվստահությունը դատական համակարգի նկատմամբ։ Գիտեք, մեծ հաշվով նույն ձև ինչպես որ արել ենք, մենք երբեք չենք դիմել որևէ հակաիրավական միջոցների, հակաիրավական գործիքների։ Այս առաջին հերթին այստեղ մեր անձնականից մի կողմ դրած ավելի մեծ հարց կա այս ամեն ինչի մեջ ու իրապես եթե անձնական լիներ այս ամեն ինչի մեջ չենք լինի։ Մեր ժողովրդի հետ ավելի լավ աշխատելու մեջ է լուծումը, որովհետև ի վերջո քաղաքական լուծում պետք է լինի այս ամեն ինչի։ Պետք է ավելի փորձենք լավ աշխատենք, ավելի ճիշտ ձևով խոսքը տեղ հասցնենք, ավելի լավ կարողանանք այս ստի մանիպուլյացիայի դեմը պայքարել։ Այս ամենը քաղաքական պայքարը ավելի շատ մարդու ի վերջո պետք է կարողանանք համոզել, թե ով է այս իշխանությունը, ուր է տանում ու ի վերջո էլ ինչ վատ հետևանքներ ունենալու իրենց շարունակական իշխանության մնալը։ Մենք երբեք չենք հրաժարվել, հավանական է, թե միշտ էլ հավանական համարել ենք, բայց այստեղ կան շատ եթեների մեղքեր, բայց
միշտ էլ այդ հնարավորությունը կարող է լինել, եթե լինի այսպես տարբեր նախապայմաններ, կամ որ այդ նախապայմանները կարողանանք որպես քաղաքանուշ ճիշտ ձևակերպենք ու այդ մթնոլորտը ստեղծենք փողոցային պայքարի համար, այնպես որ այո, հնարավոր է։ Միջազգային հանրության դերությունը ինչ որ պայմանավորված այստեղ եք ասում եք ձեր գործընկերներին, այսօր օրինակ Պեսկովը ասաց, որ Հայաստանի ներքին գործերին չի սպառնում, բայց հույս այսօր որ ամեն ինչ օրենքի շրջանակում կլինի, այս պարոն Քոչարյանի մասով արդեն ձեր կարծիքով ինչու են լռում եւ պատշաճ է նրանց արտադրանքը, հա, արտաքին իրավիճակին։ Տեսեք, Ռուսաստան այն երկիրը չէ, որ այսպես աշխարհով ժողովրդավարություն է կառուցել, հա, այդ երկիրը չէ, ինքը այս ժողովրդավարություն քարոզելու, այդ ժողովրդավարական ինստիտուտներին գնահատականներ տալու, ընտրությունների մնացածի հետ կապված, այս ամեն ինչը այսպես հավաքական արևմուտքն է միշտ եղել սրակալով, ու մենք բազմիցս տեսել ենք հատկապես մինչև 2018 թվականը շատ լավ հիշում եմ տարբեր երևույթների դեպքերի հետ կապված ինչ կտրուկ արձագանքներ են լինում։ Այնինչ հիմա մենք տեսնում ենք արդեն երկար տարիներ, որ այդ արձագանքները չեն գալիս այս երկրներից, դեսպանատներից, այդ կառույցներից չկան այս արձագանքները, ու սա էլ հարցերի տեղիք է տալիս իհարկե, թե ինչի չկա, այսօր նաև դրա մասին ազգային ժողովում էլ խոսվեց, որ իսկապես սա ինչ-որ գին ունի, ու այս գինը վճարելու է ոչ թե անձամբ Նիկոլ Փաշինյանը իր այս ապօրինությունների վրա, որ աչք է փակում, այլ վճարելու է հայ ժողովուրդը եւ շարունակում է վճարել հայ ժողովուրդը, որովհետեւ ուրիշ նորմալ տրամաբանություն չկա ստանում։ Այն կարգի ակնհայտ ապօրինի այսպես տկնի ձևով են այս ամեն ինչը անում, աժան ամբիոնից հայտարարությունները, որ ուղղակի վստահ են, որ իրենք տեսնում են այս ամեն ինչը, իրենք տեսնում են այս ամեն ինչը, շատ լավ հետևում են, բայց այսպես լուր առանց ոչ մի արձագանքի։ Ու սա պատճառն է, թե ինչ չեն արձագանքում։ Ըստ երևույթի այս այն մարդն է, որն իրենց պետք է, որ ինչ-որ ծրագիր ունի անելու, որին իրենք ամեն ձև այսպես պահում են իշխանության, նաև նախընտրական շրջանում միջալոց են աննախադեպ աջակցությունը, որը իսկապես ընդունված չէ ընտրություններից առաջ, այդ կարգի միջամտություն ընտրական գործընթացին ուղիղ աջակցությունով, այսպես տարբեր այցերով, ֆինանսավորումներով, բայց այս ամեն ինչը արվում է, ու սա ունի հստակ նպատակ, դրա համար էլ այս ամեն ինչի վրա աչք են փակում, ու սա ի ցույց է դնում շատ ավելի վառ, որ ժողովրդավարությունը ոչ թե բացարձակ արժեք է, այլ գործիք է, որ օգտագործում են իրենք, երբ որ իրենց նպատակը հարմար է։ Շնորհակալություն։